Հասկանալի է, որ բոլոր խնդիրների լուծումը նախ կայանում է իրողությունը ճանաչելու, իրողություններով առաջնորդվելու եւ համապատասխան մարտահրավերներին ժամանակին պատասխան տալու մեջ։ Եթե մենք փորձելու ենք արհամարել, անտեսել, ոտնահարել իրականությունը, ապա երբեք մենք չենք կարող ընկալել ոչ արդյունավետ քաղաքականություն, ոչ էլ պետականաշինության մեջ հաջողություններ, որոնք Հայաստանի համար ամեն դեպքում ունեն առավել քան կենսական նշանակություն։ Մեր ազգային եւ պետական կյանքում առկա են բազմաթիվ առասպելաբանություններ, բազմաթիվ կեղծ գաղափարներ, բազմաթիվ անհիմն մոտեցումներ, որոնք շատ երկար տարիներ անհեթեթորեն պարտադրվել են եւ գոյացել է մի տեսակ դոգմատիկ հավատ այդ մի շարք դրույթների կամ մոտեցումների նկատմամբ։ Այն աստիճան, երբ հակառակ կարծիք արտահայտելը պարզապես դիտվում էր իրապաշտությունից ամբողջական կտրվածություն։ Մինչդեռ շատ անգամ բոլորովին հակառակն է։ Մենք բոլորս գիտենք, թե անկախության առաջին տարիներին, հատկապես 44 թվականի Բիշկեկյան 94 թվականի Բիշկեկյան այս հրադադարից հետո առաջին տարիներին անխտիր բոլոր քաղաքագիտական շրջանակներում, անգամ հանրության մեծագույն հատվածի մոտ առկա էր այն անխախտ համոզմունքը, որ ազատագրված տարածքների հանձնումը պարտադիր եւ անխուսափելի բաղադրիչ է Արցախյան հակամարտության կարգավորման։ Մինչդեռ եւ այն ժամանակ, երբ կային եզակի մարդիկ, որոնք հակառակն էին պնդում, այդ մարդիկ դիտվում էին որպես իրականությունից, իրապաշտությունից կտրված անձինք։ Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ իրականում մի առասպելաբանություն այն է, որ առանց տարածքային զիջումների հնարավոր չէ որևէ կերպ հասնել կարգավորմանը կամ առավել եւս որ միջազգային հանրությունը իբր երբեք չի հանդուրժելու ազատագրված տարածքների նկատմամբ հայկական կողմի վերահսկողությունը, այդ մի առասպելաբանությունը բարեբախտաբար արդեն այսօր կատարելապես հոդս է ցնդել։ Այսօր մեր խորին համոզմամբ, երբ ես ասում եմ մեր, ես նկատի ունեմ իմ բավական լայն քաղաքագիտական ընկերների, համախոհների շրջանակը եւ առասարակ հանրությունում գերակա դարձող տրամադրությունները այն են, որ ժամանակն է եկել վերարժևորելու երկրորդ շատ կարևոր բաղադրիչը։ Այն է մեր մոտեցումը, որը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Այստեղ ես կփորձեմ շատ համառոտ լինել, որովհետև իրականում այդ մասին արդեն բավականին գրվել է եւ այստեղ ես չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա իրավական փաթեթը ամբողջությամբ ներկայացնել։ Ընդամենը փաստենք հետեւյալը, որ դերևս 89 թվականին Արցախը ներհայաստանյան իրավունքի ողջ ուժով դարձել է Հայաստանի մաս, այդ որոշումը երբեք չի չեղարկվել, այդ որոշման հիման վրա 90 թվականի անկախության հռչակագրում Լեռնային Ղարաբաղի հայությունը նույնպես ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ մարզերի բնակչությունը միասնաբար մասնակցել եւ հայտարարել է, որ գնում են հայոց անկախ պետականության միասնական ձևավորման ճանապարհով, այսինքն ստեղծում են ինքնիշխանության միասնական դաշտ, եւ այնուհետեւ տեղի է ունեցել մեզ պարտադրված պատերազմը, որտեղ մենք ոչ միայն կարողացանք դիմագրավել բոլոր ուրեմն մեզ ոչնչացնելու փորձերին, այլև կարողացել ենք գոյացնել այլ իրավաքաղաքական եւ հատկապես ռազմաքաղաքական իրողություններ տարածաշրջանում։ Ցավոք սրտի շատ արագ չափազանցված վախերը եւ հատկապես իրենցից պատասխանատվությունը հեռացնելու շատ հայտնի եւ ակներև ձգտումներ հանգեցրել են դրան, որ պաշտոնական Երևանը պարտադրել է։ Ես կողմ եմ հենց այդ բարի կիրառմանը Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանություններին պարտադրել է ընթանալ անկախության ճանապարհով, այդ պարտադրանքը միանգամից իր ամբողջական ձևակերպում չի ստացել, որովհետև անգամ սեպտեմբերի 2-ի անկախության, այսինքն այսպես կոչված անկախության հռչակագրի մեջ իրականում խոսվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորման մասին, բայց չի խոսվում այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության կամ առավել եւս Հայաստանի Հանրապետությունից առանձին ինքնիշխանության մասին։ Եվ այս իմաստով Արցախը այսօր էլ Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական տարածքի անոտարելի բաղկացուցիչն է, հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ կայացված սահմանադրական դատարանի վճռի շրջանակներում նույնպես հստակորեն ասվում է, որ անկախության հռչակագիրը ինքնին նաև հիմք է երրորդ հանրապետության այս բոլոր
հետագա սահմանադրությունների եւ այս իմաստով ներկայիս Հայաստանի սահմանադրությունը ընդամենը այնքանով կիսատ է, որքանով այնտեղի թիվս այլ մարզերի նշված չէ Արցախի մարզը։ Մենք Արցախի բնակիչներս փաստացի կերպով ոչ թե անկապ հռչակագրային փաստաթղթերի հիման վրա, այլ հստակ իրավաբանորեն ամրագրված փաստերի, այդ թվում եւ մեր փաստաթղթերի հիման վրա հանդիսանում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եւ այս իմաստով մեր հիմնարար սահմանադրական իրավունքներից մեկը կոպտորեն ոտնահարված է արդեն շատ երկար տարիներ, քանի որ մենք բնակվելով Արցախում, Հայաստանի Հանրապետության Արցախի մարզի տարածքում իրավասու չենք մասնակցելու, այսինքն ոչ թե իրավասու ենք, բայց մեզ գործնականում չի թույլատրվում մասնակցել, ասենք համապետական ընտրություններին, եւ պետք է նաեւ մեկ այլ բան եւս ասեմ, որ իրականում Արցախի անկախության մոդելը, որը որպես բացարձակ դոգմա այսօր փորձում են մատուցել մեր հասարակությանը, որպես միակ հնարավորություն խուսափելու ագրեսորի կարգավիճակից, միջազգային պատժամիջոցներից եւ բազմաթիվ այլ իրական կամ մտածածին վտանգներից իրականում ոչ մի օգուտ չի բերել եւ ոչ միայն ոչ մի օգուտ չի բերել հայոց պետականությանն ինքնին, այլև հիմք է հանդիսացել բազմաթիվ շատ վատ երևույթների, շատ վատ գործընթացների եւ առավել եւս հերանկարում մենք ունենք շատ լուրջ սպառնալիքներ, եթե փորձելու ենք շարունակել այս մոդելի ուղղությամբ։ Ինչ հարկավոր է անել։ Իրականում, ինչպես եւ ազատագրված տարածքների պարագայում, անհրաժեշտ է ձևավորել հանրային նոր մոտեցում, իսկ քաղաքական մոտեցումները, թեպետ եւ իրենց վերջնական ձևակերպումը կգտնեն Հայաստանում այլ որակի իշխանության հաստատումից հետո, իրականում արդեն տիրապետող կդառնան անգամ այս փուլում, ինչպես այսօր բացարձակ կերպով տիրապետող է ազատագրված տարածք չհանձնելու մոտեցումը եւ իշխանություններն էլ եւ առասարակ բոլոր գործիչներն էլ այստեղ էլ դրսում են քաջ գիտակցում են, որ յուրաքանչյուր ոտնձգություն տարածք հանձնելու նկատմամբ բերելու է տվյալ իշխանության անմիջական տապալմանը եւ ինքնին ծրագրի տապալմանը, այսինքն դա անիրագործելի է։ Ընդամենը մի քանի կետին կանդրադառնամ շատ համառոտ եւ հետո քննարկման ժամանակ ավելի ճիշտ է մանրամասները քննարկել։ Նախ անդրադառնանք սահմանների հարցին։ Այսինքն, եթե հարց է բարձրացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին, ապա բնականաբար հարց է ծագում, թե եթե այդպիսի ճանաչում լինի, հույս ունեմ, որ երբեք չի լինի եւ ամեն ինչ անելու ենք, որ նման Հայաստանավնաս մոտեցումը կանխվի, ներեք մի քիչ խիստ եմ արտահայտվում, բայց ժամանակն է այդպիսի դիրքորոշումը սկզբունքային հստակությամբ արտահայտել։ Ուրեմն հարց է ծագում, թե որ սահմանների մեջ պետք է ճանաչվի։ Իհարկե տեսականորեն մենք կարող ենք տարանջատել անկախության ճանաչումը սահմանային խնդրից, սահմանային խնդիրը դիտարկելով որպես միջպետական հարաբերությունների բաղկացուցիչ։ Բայց իրականում մենք քաջ գիտենք, որ միջազգային իրավունքը գերազանցապես նախադեպային է, ել չեմ ասում նախադեպայինից բացի նաև նպատակահարմարային է, եւ մինչ օրս ընթացած բոլոր նախկին ինքնավարությունների ճանաչումները ընթացել են այդ ինքնավարությունների նախկին վարչական սահմանների շրջանակում։ Կարիք չկա բացատրելու, որ անկախության ճանաչումը լղիմ սահմաններում կատարելապես մեր կողմի համար անընդունելի է։ Երկրորդը ոչ պակաս կարևոր խնդիր ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը նախաքայլ է միավորման։ Շատ ներողություն մենք տեսնում ենք, որ նույն Կոսովոյի պարագային, որպես Կոսովոյի ճանաչման նախապայմաններից մեկը հստակորեն ասվել է, որ Կոսովոն մոտակա երևելի հեռանկարում չպետք է երբևէ դառնա Ալբանիայի մաս։ Այսինքն արդյոք մեզ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնականաբար խիստ մասնակի մի այնպիսի ճանաչում, որը բացի սահմանային խնդրի հարցում հավելյալ դժվարություն մտցնելուց, նաև փորձելու է արգելակել երկրորդ կարևոր քայլը Հայաստանի հետ միավորումը։ Դուք հաշվի արեք, որ Արցախում նույնպես որոշ մարդիկ կարող են լուրջ գայթակղություն ունենալ առանձին քաղաքական համակարգ եւ իշխանություն ձևավորելու իմաստով, եւ այս իմաստով Չեռնոգորիայի եւ մնացած այս կարգի դեպքերի օրինակները նույնպես վկայում են, որ մենք կարող ենք շատ վտանգավոր ուղղության մեջ թևակողել եւ ստանալ միջև իսկ էթնոծագման եւ էթնոառաջացման այնպիսի գործընթացներ, որոնք կատարելապես մերժելի են մեր ազգային անվտանգության խնդիրներից ելնելով։ Բացի դրանից, այս անկախության մոդելը ցայսօր մեզ որևէ օգուտ չի տվել,
ակնհայտ է, որ Հայաստանի ներկա իշխանությունները երբեք անգամ շատ ավելի լայնածավալ պատերազմի դեպքում չեն ընթանալու Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ, որովհետև առհասարակ նրանք ինքնիշխան չեն եւ վարում են կրավորական եւ արտակուս թելադրված արտաքին քաղաքականություն, այսինքն այստեղ անտեղի եմ համարում համեմատություններ, ասենք նույն Ռուսաստանի հետ, երբ ոմանք ասում են, որ Ռուսաստանը սկզբից ճանաչել է Ղրիմի անկախություն, ապա հաջորդ իսկ օրը այն միացրել է Ռուսաստանի Դաշնությանը։ Մեր իշխանությունները միևնույն է անկախության ճանաչման ճանապարհով չեն գնալու եւ փոխանակ հասնելու Արցախի մասնակի ճանաչմանը անհասկանալի հերանկարներով, միավորման նկատմամբ ապագայում ել ավելի անհասկանալի կեցվածքով, Արցախում հանուն այս անկախության բեմադրման թատրոնի պահել ուռճացված վարչակարգ, որը մսխում է առանց այդ էլ սահմանափակ պետական միջոցները, խանգարում է Արցախի տնտեսության բնական զարգացմանը, անջրպետ է գոյացնում հայաստանյան հասարակության եւ հայաստանյան հասարակության անօտարելի եւ բաղկացուցիչ մաս կազմող արցախյան մարզային հասարակության միջև, այս բոլոր կարգի մոտեցումները իրենք միանշանակ խիստ վնասակար են մեր պետականաշինության համար։ Եվ ես գտնում եմ, որ անհրաժեշտ է վերանայել այդ մոտեցումը, որը իրականում ընդամենը արտացոլում է առաջին հանրապետության, առաջին ներողություն վարչակազմի ձգտումը ամեն գնով վրայից հեռացնելու պատասխանատվությունը արցախյան հարցի եւ քաղաքական եւ ռազմական բաղադրիչի նկատմամբ, այդ ժամանակները լրացել են, ժամանակները փոխվել են, աշխարհը կանգնած է միջազգային իրավունքի համընդհանուր վերախմբագրման նախաշեմին, դա կարող է տեղի ունենալ մի քանի տարի կամ 1-2 տասնամյակ հետո, բայց ես գտնում եմ, որ մենք պետք է այսուհետ ընթանանք ոչ թե այլոց օրինակները ապակենսունակաբար պատճենելու եւ մեր իրականությանը հարմարեցնելու ճանապարհով, այլ պետք է եւ ունենք այդ ազգային ներուժ անգամ այս ապաշնոր եւ ապապետական իշխանությունների դեպքում ունենք ներուժը սեփական հայաստանյան նախադեպը ձևավորելու եւ արժեվորելու իմաստով։ Ուստի կարծում եմ եւ մեծ գոհունակություն եմ հատնում, որ հայաստանյան ամենալայն շրջանակներում միացման գաղափարը ոչ միայն վերարթնացել է որպես քաղաքական մոտեցում, այլև ամեն կարգի միտում է արձանագրում տիրապետող դառնալու եւ բնականաբար եւ հիմա ես կավարտեմ արդեն մենք պետք է ընթանանք հենց այդ մոդելի վերագործարկման եւ ավարտին հասցնելու։ Իրականում համարյա ամեն ինչ արված է, անհրաժեշտ է առանց որևէ հռչակագրային աղմուկի, առանց որևէ ավելորդ ցուցադրականության, պարզապես կամած աննկատ վերացնել այն սակավ խոչընդոտները, որոնք այսօր Արցախը դեռևս անջատում են լիարժեք իմաստով Հայաստանի Հանրապետության այլ տարածքից եւ որպես առաջին քայլ, ինչի մասին պետք է խոսել եւ պետք է դարձնել հանրային տրամախոսություն, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Արցախում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման ուղղությամբ եւ մենք կարող ենք կամ Արցախի տարածքում ձևավորել եւս մեկ Հայաստանի Հանրապետության ընտրատարածք կամ եթե վաղ կա անգամ կցել Արցախյան հատվածը Հայաստանի այլ ընտրատարածքներին, որպեսզի այնտեղ նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանան թեպետև խիստ կեղծվող, բայց այնուամենայնիվ գոնե ձևականորեն ընթացող ընտրություններին մասնակցելու համար։ Եվ այնուհետև, երբ լրանալու են Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետները, այս ժամկետը կամ որևէ այլ անձի ժամկետները կարելի է պարզապես չիրականացնել եւս մեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություն, այլ պարզապես Երևանի կողմից նշանակել Արցախի մարզպետ կամ ավելի լավ Արցախը տրոհել 2-3 մարզի, ապահովելով Արցախի տարածքի ավելի համաչափ զարգացումը, հաշվի առնելով, որ Ստեփանակերտը կրկնում է բանի մոդելը, Երևանի մոդելը։ Եվ այս իմաստով բոլոր նախադրյալները կան Եվ ընդամենը մեկ բավական անհիմն ըստիս առարկություն կա, որ նման քայլերը կարող են հարուցել միջազգային հանրության եւ համաշխարհային ուժի կենտրոնների մեծ դժգոհությունը եւ անհաղթահարելի խնդիրներ հարուցել, առանց այդ էլ շատ կախյալ եւ շատ թույլ Հայաստանի համար, այստեղ մենք պետք է բայց արձանագրենք հետեւյալը, որ եթե 93-94 թվականներին եւ այնուհետեւ նույնպես Հայաստանի դեմ չեն կիրառվել որպես ագրեսոր պետության դեմ, այս ճակերտների մեջ բնականաբար, չեն կիրառվել խստագույն միջազգային պատժամիջոցներ կամ մինչև իսկ ռազմական ուժի կիրառում, դա տեղի չի ունեցել ոչ թե որովհետև աշխարհը հավատացել է մեր կողմից իբր հանճարեղորեն բեմադրված
իրականում ապաշնոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակերտավոր անկախության թատրոնին, այլ որովհետև այս տարածաշրջանում համաշխարհային ուժի որևէ կենտրոն չունի գերակա ազդեցություն մյուսի նկատմամբ եւ այստեղ մենք շատ լայն դաշտ ունենք իրականում ճկուն եւ ինքնիշխան քաղաքականություն վարելու, այլ հարցը որ մեր ներկայիս իշխանությունը կատարելապես գաղութահպատակ լինելով այդ գործառույթը չի կարող եւ չի կամենում իրականացնել։ Այս է հարցը իրականում իհարկե լինելու են որոշակի աղմուկ, իհարկե լինելու են հռչակագրային բնույթի կրկնում եմ դժգոհություններ, բայց մենք վերականգնելով միացման հայեցակարգը որպես մեր արտաքին քաղաքականության հիմք կատարելու ենք ամենակարևոր բանը Սուսան Մանվելը դրանից հետո անդրադառնալու է ինքնիշխանության թեմային շատ ավելի խորապես, մենք կատարելու ենք ինքնիշխանության ակտ։ Իրականում միջազգային հանրությունը, այսինքն ուժի կենտրոնները, իրենք նախ եւ առաջ հաշվի են նստում հենց այնպիսի դերակատարների հետ, որոնք ձգտում են իսկապես դառնալ դերակատար եւ սահմանում են այն նվազագույն շահերն ու պահանջները, առանց որոնց իրենց գոյությունն անհնարին է։ Եվ այս իմաստով, եթե Հայաստանի Հանրապետությունը իդեմս սկզբից հանրության, ապա նաև քաղաքական իշխանությունների, որոնք ածանցյալ են հանրությունից ամեն դեպքում, եթե ինքը հաստատի եւս մեկ անգամ ի լուր աշխարհի, որ մենք միտք ունենք շարունակելու մեր ազգային պետական գոյությունը այս տարածաշրջանում, որ մենք միտք չունենք գնալու որևէ քայլի, որը կործանելու է մեր ոչ միայն ազգային պետականությունը, այլև պատճառ կդառնա հայ ժողովրդի իր պատմական հայրենիքի մնացորդում վերջնական ցեղասպանության։ Եթե մենք հստակ, պարզ, շիտակ կեցվածքով կատարելու ենք իսկապես սկզբունքային քայլեր, այլ ոչ թե խաղալու ենք անիմաստ, անհեթեթ եւ վաղուց ի վեր ժամանակավրեպ դարձած թատրոններ, ապա համոզված եղեք, որ ի հեճուկս արտաքին որոշակի եւ խիստ անցողիկ աղմուկի կամ դժգոհությունների, որոնք կրկնում են ունենալու են գերազանցապես հռչակագրային բնույթ, միայն այդպիսի քայլերով, այսինքն Արցախի միացումը ավարտին հասցնելու սակավ մնացած քայլերի կատարմամբ, մենք միմիայն մեծացնելու ենք մեր ռազմաքաղաքական կշիռը այս տարածաշրջանում, մենք հնարավորություն կստանանք ձևավորելու իսկապես նոր եւ մեր պայմաններին վերաբերող նախադեպ, որը հիմնված չի լինելու միայն շատ նեղ կերպով ընկալվող ինքնորոշման սկզբունքի վրա, այլև խոսելու է նաև ցեղասպանության հետևանքների վերացման մասին եւ տալու է նաև մեր արտաքին պահանջատիրությունները ձևակերպելու շատ ավելի զորեղ միջոցներ, որոնք իհարկե կմնան կրկին միայն հռչակագրային միջոցներ, քանի դեռ մեր պետությունը ի վիճակի չի լինելու իրականացնել այդ պահանջատիրությունից բխող լիարժեք եւ արդյունավետ քաղաքականություն։ Շատ շնորհակալություն։